Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 18-ի համար։ Օրը շաբաթ է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 18-ին։ Հիշել անցյալը, մտածեք անցյալի մասին, գուցե նաև նեղվում եք անցյալի հետ կապված հարցերից, գուցե գումարի հետ է կապված, դա վճարելու հետ է կապված, գուցե պարտքերի հետ է կապված, ասա ինչ-որ պահեր են, որոնք որ անցյալի հետ են։ Եվ անցյալ գումար, այդպես, այդ ամբողջը միասին։ Գուցե տեսնենք անհանգստությունը ինչի համար է։ Այստեղ կարող եք հանդիպել նաև ձեր նախկին ամուսնուն, ձեր նախկին սիրելիին եւ դրանից անհանգստանաք, լարվեք ու իրեն հանդիպելուց գուցե այդպես լավ չեք բաժանվել իրարից։ Նաև այստեղ ոմանք կարող են խորանալ անցյալի մեջ, ինչ-որ մի բան անցյալում չեք արել, ինչ-որ մի բան անցյալում պետք էր անել, չեք արել, այդ մասին եք մտածում, եւ սա նաև անհանգստանում եք ձեր երկրորդ կեսի համար, անհանգստանում եք կարող ձեր հարսանիքն է շուտով, ձեր երեխայի հարսանիքն է, դրա համար եք անհանգիստ, լարված, հա, եւ իհարկե ինչպես որ արդեն ասացի, սա նաև նախկինն է։ Եվ կարող է գործարք է, սա գործարք է, որը նաև կապված է գումարի հետ։ Ոմանք այդ օրը գումար կծախսեն, ոմանք այդ օրը գումար կստանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 18-ին։ Շփում, հանդիպում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է։ Չէ, իրար հետ ճանապարհ կարող եք գնալ, ինչ-որ մի գործողություն անել, իրար հետ որոշ գործեր առաջ գցել, միգուցե իր հետ բիզնես եք սկսել, դա է առաջ կամ ձեր աղջիկն է, ձեր քույրն է, ով որ տեղափոխվում է մեկ այլ երկիր, մեկ այլ տուն, մեկ այլ քաղաք, իրարից հեռու է կամ իր գործերը պետք է մղեք առաջ, օգնում եք իրեն, որպեսզի այդ գործերը գնա։ Նաև ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով կլինեք, ոմանք այդ օրը գումար կստանան, ոմանք էլ նաև գումար կծախսեն այդ օրը, կամ կարող խոսել գումարի մասին, այդպես։ Գումարի քարտն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ուշ, էլի գումարը թռավ, այդտեղ գումարի խոսակցությունն է միշտ։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 18-ին։ Այն ուղին, որը որ ընտրել եք ձեզ համար շատ ճիշտ է, գնացեք այդ ուղով, ինչ որ պետք է անեք, հանգիստ գնացեք եւ արեք, ճիշտ ուղի եք ընտրել, հա, գնացեք, ոմանց մոտ այստեղ առաջ խաղացում կլինի, գործերում հաջողություն, կյանքում նոր իմաստ կստանաք, նաեւ այդ օրը կարող գտնվել ոչե շրջապատում, լավ շրջապատում, պետական աշխատողներով, նաեւ կարող միգուցե հարուստներով, նաեւ սա երեխան է, ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ձեր թոռները կգան ձեր տուն, գուցե այստեղ ընտանիքներով, երեխաներով հավաքվեք եւ այստեղ ինչ-որ ընկերներով ինչ-որ բան եք որոշում անեք իրար հետ, հա, եւ դա էլ է էլի ճիշտ որոշում։ Գուցե որոշում եք դիմել նաեւ ձեր շրջապատի օգնությանը ինչ-որ հարցի հետ կապված, դա եւս ճիշտ որոշում է։ Եվ կարող հղի եք եւ ձեր կյանքը նոր իմաստ է ստանում։ Եվ այստեղ նաև ինչ որ կզգաք, որ ավելի ուրիշ ձև եք սկսել մտածել, ուրիշ բանը, ուրիշ է ամեն ինչ, ուրիշ ֆոն է ստանում, հա, ձեր մտածմունքները, ասենց մի տեսակ ուրիշ է։ Նաև ոմանք բիզնես կբացեն, ոմանց մոտ սա նոր կյանքի սկիզբ է, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, նոր հարաբերությունների, միգուցե նաև նոր շրջապատի սկիզբ է, նոր մարդկանց հետ եք շփվում եւ
իրանց հետ եք, հա, շարունակելու արդեն ձեր կյանքը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 18-ին։ Ինչ-որ բան է գնալու ձեր կյանքից, ինչ-որ նոր բանին տեղ բացելու համար բավական էմոցիոնալ եք լինելու և կարող չցանկանայիք էլ բաց թողնել, բայց միևնույնն է, այն մարդ եթե չի ցանկանում բաց թողի, հետո ցավոտ է այն գնում։ Ինչ-որ բան է անվերադարձ, ոմանց համար այստեղ սիրելի է, ասեմ, երկրորդ կեսը անվերադարձ է, եթե գնում է անվերադարձ, կարող դուք եք ասում գնա, եթե ոչ, ապա այստեղ պետք է ուշադիր լինեք, եթե չեք ուզում, որպեսզի հեռվանա։ Նաև կարող է այն ինչ որ գնում են նոր բանին տեղ բացելու համար, այդ նոր բանը արդեն զգացնել է տալիս իրան, արդեն գիտեք ինչ է գալու եւ էմոցիոնալ եք եւ ուրախ եք։ Ոմանք սիրային ժամադրություն կունենան, ռոմանտիկ երեկո կունենաք, դեռևս Լուսինը չնայած փոքր է։ Համենայն դեպս գուցե այդպես փոքր լուսնի ներքո դա էլ է սիրուն էլի ինչ որ միջապ ինչ որ փոքր գիծ է, բայց համենայն դեպս եւս էլի սիրուն է։ Գիշեր կարող եք անցկացնել ինտիմ հարաբերությունները, սա նաեւ ռոմանտիկ պահեր, ինչ որ մի բան է ձեզ մոտ մութ, ինչ որ մի բան է ձեզ մոտ գաղտնի, գուցե նաև բացահայտվում է դա, գուցե սերն է, որ բացահայտվում է, ինչ որ մեկի սերն է, զգացմունքներն է ձեր նկատմամբ, որ մինչև այս չգիտեիք։ Նաև ձեր մայրն է, ում որ կարող եք հանդիպել այդ օրը, ում հետ կարող եք շատ անցկացնել, շփվել։ Ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք իրեն։ Այսքանը ձեզ համար։ Բայց համենայն դեպս ինչ որ մի բան է գնալու։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հոկտեմբերի 18-ին։ Ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, եթե ինչ-որ ցանկություն ունեք, պահեք այդ օրը, որովհետև հենց այդ օրը ավելի մոտ կլինեք Աստծուն, ավելի մոտ կլինեք տիեզերքին եւ այն ինչ-որ ցանկանաք, այն կիրականանա, դրա համար հանգիստ ցանկություն պահեք։ Նաև դա կարող է լինել հեռվից, օտարերկրից նորություն, ոչ թե տեղեկատվություն, որը կլսեք այդ օրը։ Նաև ինչ-որ կամուրջ է ստեղծվելու ձեզ համար, որևիցե գործ անելու, ինչ-որ մեկին հանդիպելու, ինչ-որ հաշտվելու, նաև ինչ-որ բաներ անելու համար, որը կհեշտացնի, հա, ձեր պրոցեսը, այդ մարդուն տեսնելու, հա, եւ խոսելու համար։ Յուրաքանչյուր այստեղ, յուրաքանչյուր բան կարող է լինել։ Նաև ոմանք առիթի են այդ օրը, ոմանք ծնունդ, կնունք, հարսանիք, ոմանք էլ նաև կարող է ավելի շատ հասարակության մեջ լինեք, գնաք այգի, նման տեղեր կամ այստեղ հնարավորություն ունենաք ելույթ ունենալու թեկուզ։ Ավելի հեշտ լինի, հեշտ անցնի, հեշտ կարողանաք ելույթ ունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 18-ին։ Այն ուղին, որը ընտրել եք, դա ձեզ համար շատ ճիշտ է, նայեք արև էլ դուրս եկավ։ Շատ ճիշտ է այդ ուղին, գնացեք այդ ուղով, որով որ ուզում եք գնալ, որով որ տրամադրված եք, որ գնաք, գնացեք։ Նաև ուզում եք ընտանիք կազմեք, որտեղ այստեղ կա։ Գուցե հենց այդ օրն եք ընտանիք կազմում։ Այդ օրը ձեր հարսանիքն է օրինակ։ Նաև ոմանք գնան գեղեցկության սրահ, ոմանք բժշկական կենտրոն, ձեր վրա փոփոխություններ տեղի կունենա։ Նաև ոմանք էլ իրենց ծնողների հետ կանցկացնեն, ընտանիքի հետ կանցկացնեն, ցանկություն կունենան ընտանիք կազմելու։
Ինչ էլ որ լինի միևնույն է, թե ինչ-որ մի բան եք ուզում հիմնել այդ օրը, պետք է հասկանաք, որ արմատներն են նոր խրում և դեռ ժամանակ է պետք առաջ գնալու համար։ Այդ օրը նաև կհանդիպեք, կխոսեք որևիցե աղջիկա հետ, տեսնենք ով է։ Ուսման հետ է կապված, միգուցե իրար հետ եք սովորեմ, միգուցե ձեր ուսուցչուհին է, հանդիպում եք, ինչ-որ մեկն է կարող է դաշնամուրի դասեր է տալի կամ մեկ այլ դասեր, ում կարող եք հանդիպել այդ օրը։ Նաև ինչ-որ մի աղջիկ է կամ ում մասին գաղտնիք կիմանաք կամ դուք կամ ինքը որևիցե գաղտնիք ձեզ կասի։ Այսքանը ձեզ համար, միգուցե զաքսավորվում եք այս աղջիկա հետ, հա, տղաները։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին հոկտեմբերի 18-ին։ Մի փոքր անհանգիստ եք, մի փոքր լարված եք, լարվածություն կա, բորբոքվածություն է սա, մարդը որ չի կարողանում իրեն տիրապետի և բորբոքվում է ամեն թեթև բանից։ Այդ խաբեբայությունից, այդ միմոսությունից, այդ իրենց խորամանկ պահերից կարող է ինչ-որ մարդու կամ ինչ-որ մարդկանց կարող է նյարդայնանալ, բորբոքվել, այդպես, որ իրենց այդպես են պահում, դե, կշեռքները չեն սիրում այդպես թեթև սոլիկ պահեր, դրա համար էլ այս պահերով կարող եք նեղվել, կարող եք լարվել, իրենց տեսնելուց, իրենց հետ խոսելուց, որտեղ այստեղ շփում է կա, և այդ շփումից կարող եք նյարդայնանալ ի վերջո, իրենց պահվածքից, ամեն ինչից։ Նաև լեզվակռիվը ուշադիր եղեք, նաև բամբասանք է, որ խոսում են ձեր հետևից, դա համար նյարդայնանում եք։ Որոշ բաներ կկայունանա, միգուցե նաև այդ բամբասանքն է, ինչ-որ մի բան կկայունանա ձեր կյանքում, ինչ-որ մի բան կնորմալանա, որ կհասկանաք, որ այդ ոլորտի համար արդեն անհրաժեշտ չի անհանգստանալը, ավելի հանգիստ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 18-ին։ Այդ օրը ոմանք կայցել են գեղեցկության սրահ, ոմանք բժշկական կենտրոն, նաև ոմանք ընտանիք են կազմում այդ օրը, ոմանք կլինեն ավելի շատ իրենց ընտանիքի կողքին, ինչ-որ գործեր եթե սկսեք, մի փոքր դանդաղ կընթանա, մի անհանգստացեք, հա, կարևոր ինքը հստակ կայուն ընթանալու է առաջ։ Այդ օրը կհանդիպեք, կխոսեք նաև ձեր ընկերոջ հետ, միգուցե նոր ընկերներ եք ձեռք բերում, միգուցե ինչ-որ մարդկանց հետ ծանոթանաք և նրանք ձեզ համար դառնան մտերիմ մարդիկ։ Եվ ինչ-որ բան եք գնալու ձեզանից, ինչ-որ մեկին կարող եք հեռացնել, միգուցե նաև այստեղ ձեր վրայից ինչ-որ մի բաներ եք հեռացնում, գործողություններ, նաև ինչ էլ որ գնա, միևնույն է պետք է հասկանաք, դա անվերադարձ է և նա այլևս չի գալու, բաց թողեք այն ինչ որ կգնա։ Նորին է տեղ բացում, նորին էլ պարտադիր տեղ է պետք, որպեսզի այն առաջ գնա, չեք կարող հենց այնպես ինչ-որ բան առաջ տանել, եթե չկա, նույնն է ոնց որ դարակներում լցրած է հագուստը, նորի համար տեղ չկա, չէ, բնականաբար պետք է ինչ-որ բաներ հանել դուրս, որ կարողանա տեղ բացվի, որ նոր հագուստ գնեք, նույնն էլ մեր կյանքն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 18-ին։ Լավ ոգևորված կլինեք, որ գործերը առաջ տանեք, նորություններ կլսեք, փաթեթներ կարող եք ստանալ, եթե ինչ-որ բաներ եք պատվիրել, նաև հյուր կունենաք, դուք կգնաք հյուր, մեկի հետ կարող եք փորձել ծանոթանալ, կամ ձեզ հետ կարող են փորձել ծանոթանալ դրսում։ Որովհետև կամուրջ է ստեղծվում ձեզ համար, հնարավորություն, որ դուք ինչ-որ մեկին հանդիպեք, խոսեք, հաշտվեք,
Տեսնեք այդ մարդուն նաև մի խոսքով ավելի հեշտանում է այդ process-ը, կհեշտանա եւ դու կարող հանգիստ անել։ Ոմանք այդ օրը կարող են զաքսավորվել, ուսմամբ զբաղվել, ոչ թե գաղտնիք նաև կարող է բացահայտվել, ինչ որ միտեղ փորձեք փորփրել ինչ որ մի բան գտնելու համար։ Փաստաթղթերը այդպես փորփրեք նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 18-ին։ Գումար կստանաք, ոմանք էլ նաև գումար կծախսեն։ Դեռ 3 երեսանի մարդիկ կան, միգուցե գումարի հետ է կապված, կարող է ձեզ այնց գումար ուզեն, այնպես որ մի փոքր երկար մտածեք, նոր հետո գումար տվեք ինչ որ մեկին։ Նաև կարող գումարի հետ չի ուղղակի երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ովքեր որ կփորձեն ձեր միտքը շեղել, ձեզ շեղել, կասկածներ մտցնել, ինչի համար են իրանք, դրա համար են, իրանք լավ բան երբեք չեն ասում մեզ։ Նամալ լավ մտածեք յուրաքանչյուր իրենց ասածը։ Եվ ուրախեք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լի կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 18-ին։ Առիթ եք։ Շատ քիչ մարդիկ էին առիթի, միգուցե ցույց չէր տալիս, այնտեղ ավելի շատ կարող իրենց առիթները։ Ոմանք կգնան հարսանիք, ծնունդ, կնունք, որոց արարողության, ոմանք նաև հասարակության մեջ դուրս կգան, ելույթ կունենան, միգուցե նաև որևիցե ելույթ եք ունենում, օրինակ, կամ գնում եք այգի, գնում եք կինո, թատրոն, որտեղ շատ մարդիկ կան։ Եվ այդ օրը կամ կզրուցեք, կամ միգուցե օրն անցկացնեք այդ աղջկա հետ, տեսնենք ով է, միգուցե տղաների համար սա նոր ծանոթություն է, աղջիկների համար ձեր ընկերուհին է, ինչ-որ մեկն է ում հետ ճանապարհ կգնաք, միգուցե ինքը տեղափոխվում է մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, նաև իր գործերը պետք է օգնեք, ուղեք, առաջ տանեք, օգնության կարիք ունի, կարող դիմի ձեզ, օգնեք։ Նաև իրար հետ կարող է տեղափոխվեք կամ դուք տեղափոխվում եք իր մոտ ապրելու կամ աշխատելու համար։ Եվ այդ օրը փաստաթղթերի հետ կապված ինչ-որ գործողություններ կանեք, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապ կլինի, կխոսեք, կշփվեք ինչ-որ տարբեր մարդկանց հետ, նամակագրական այդպես կապով եւ կգրեք, կջնջեք, ինչ-որ փաստաթուղթ կարող եք ստանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 18-ին։ Ինչ որ բանի կորուստ է, գնանք հիմա ինչի կորուստ է։ Այն փոփոխության զգացման, այն որ մարդը ուզում է ինչ-որ մի բան փոխի եւ ոնց որ սկսում է կասկածել արդեն։ Մտածում է արդյոք արժե անել դա թե ոչ։ Սկսում է ինքը իր մեջ արդեն կասկածներ առաջացնել։ Այդ փոփոխության վախ նաեւ, որ ինչ-որ մի բան փոխվի ձեզ մոտ, դուք ինչ-որ մի բան կկորցնեք այդ ժամանակ։ Եվ ճանապարհն է սա, նաև եթե գնում եք մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, այդտեղ ճանապարհներին ուշադիր եղեք, որպեսզի ինչ-որ մի բան չկորցնեք, չթողնեք այն մեքենայի մեջ, որը դատարկում է օրինակ ձեր ապրանքները։ Մի փոքր այստեղ ուշադրություն է պետք։ Նաև այդ օրը հաջողություն ունեք, դռներ են բացվում, ձեր առջև կարող եք յուրաքանչյուր բան անել, այդ օրը ավարտեն, հասցնել։
Եվ շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, միգուցե մեկ հոգու հետ եք ընդամենը շփվում, հա, բայց շատ եք շփվում, նաև ուշադիր եղեք այստեղ հնարավոր է լեզվակռիվ, նաև բամբասանք չի բացառվում, որ ձեր հետևից բամբասում են, խոսում են, ինչ որ քննարկումներ կան, նաև ձեր հաջողությունների մասին կարող են խոսել։ Նաև այդ օր ուշադիր եղեք, որովհետև կարող եք ինչ-որ հնարավորություն բաց թողնել, հա, լավ հնարավորություն բաց թողնել, որը որ նաև անվերադարձ կարելի է լինել։ Եթե ինչ-որ մի բան էլ ձեզ այնց գողանան այդ օրը, ապա այն ձեզ կվերադարձվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։